կողմերից։ Մենք կենտրոնում ունենք շենքեր, ես հիմա չեմ ուզում օրինակ բերել, որտեղ շատ մտավորականներ են դա անում, որ շենքի մուտքերը վերցված են, շենքի մուտքերի կպցրել են իրենց բիզնեսին, այսինքն կամարներ կան, որոնցով արդեն հրշեջ մեքենան չի մտնի, եթե մի կերպ մտնի, չի կարողանա պտտվի, իսկ հրշեջը ինչու է այդքան կարևոր եւ որտեւ կրակը վարկյանների ընթացքում է տարածում, դրա համար հրշեջին ամենամեծ ճանապարհ բոլորը կանգնում են, չէ՞, շչակով եւ այլն, դուք մինչեւ այդ արանքով մտնի, կտևի մի 10 րոպե, որ պատերին չտա իրեն, իսկ մտնելուց հետո ուղղակի չկարողանա պտտվի, որ հասնի այրվող շենքին։ Դուք ես ամեն անգամ ասում եմ, Աստված չանի, այդտեղ հանկարծ հրդեհ լինի։ Բայց բացի անվտանգությունից, տեսքը, եւ մենք ոնց որ ապրում ենք, այդպես էլ հանձնում ենք հողին։ Մեր գերեզմանները լաբիրինթոսներն են, ուղղակի բաց երկնքի տակ, պիտի մեծ ունակություններ ունենաս մագլցելու, որ հասնես, ասենք, հարազատի գերեզման կամ ծանոթի գերեզման։ Սա մենք ենք այսօր։ Գոնե խորհրդային տարիներից հետո, մինչև էլ արդեն գերեզմաններում ընդվզումները սկսել էին, իսկ խորհրդային տարիներից հետո ուղղակի ճարտարապետությունը, այսինքն քաղաքաշինությունը մեր դարձել էր անբռնած ոսով ինչ ուզում աներ, ուժը թերիքում է, փող ունես, դուր, նա էլ փողն առնում է, քան սոված է եւ խիղճ չունի,